Բարև ձեզ, Առնյուզ եթերում Հայաստան եւ աշխարհ նախագիծն է։ Հենց հիմա համառոտ, տեսեք թե քիչ հետո ինչի մասին ենք խոսելու։ Ադրբեջանը փորձում է Ֆրեզնոյին ստիպել չեղյալ համարել Արցախի անկախությունը ճանաչող բանաձևը։ Աննախադեպ որոշում Իրանում, երկրում առաջին անգամ նախագահի տեխնացու կլինի կին գործիչ։ Վլադիմիր Պուտինը 3 ժամ սպասեցրել է Ամերիկայի պետքարտուղարին։ Ինչու են Ջոն Քերին սառը ընդունել ու ինչ են քննարկել Ամերիկան եւ Ռուսաստանը։ Ինչու է Քերի այցը Ռուսաստան այդքան խնդրահարույց, ինչպես կասեցնել ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը ու հնարավոր է փոխզիջման գնալ Սիրիայի հարցում, պարզաբանում է քաղաքագետ Աղավնի Կարախանյանը։ Դա ինչ-որ ձև կարող է նաև մեր վերադառնալ։ Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել Ֆրեզնոյի իշխանության վրա ու պահանջում է չեղյալ համարել Արցախի անկախությունը ճանաչող բանաձևը։ Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքը Արցախը ճանաչել էր ապրիլի 23-ին։ Իդեպ Ֆրեզնոն հենց այն քաղաքն է, որտեղ ապրել եւ մահացել է Սողոմոն Թեյլերյանը։ Սա նաեւ Վիլյամ Սարոյանի քաղաքն է։ Ադրբեջանը ամերիկյան Ֆրեզնո շրջանին փորձում է ստիպել հրաժարվել Արցախի անկախությունը սատարելու որոշումից։ Ֆրեզնո Բի օրաթերթը գրում է, որ ադրբեջանցի պաշտոնյաները դիմել են շրջանի կառավարիչների խորհրդին ապրիլի 23-ին ընդունված որոշման առիթով, բայց խորհրդի անդամները հրաժարվել են փոխել դիրքորոշումը։ Ֆրեզնոյի կառավարիչների խորհրդի անդամները նշում են, որ իրենք այդ որոշմամբ իրենց հարգանքն են արտահայտում հայկական համայնքի նկատմամբ։ Լեռնային Ղարաբաղը պատմականորեն պատկանել է Հայաստանին։ Այսօր էլ մեծ թվով հայեր են բնակվում այդ տարածքում։ Շրջանի որոշումը իրարանցում էր առաջացրել Ադրբեջանում, քանի որ խորհուրդը դիմել էր նաև Կալիֆոռնիայի նահանգային իշխանությանը, կոչ անելով հետևել իրենց օրինակին։ Ադրբեջանն այդուհանդերձ հասել է արդյունքի, համոզելով խորհրդի անդամներից ընդամենը մեկին, բայց դա ավելի սկզբունքային է դարձրել մյուսներին։ Մենք կանգնած ենք Արցախի եւ Հայաստանի կողքին ու չենք ենթարկվի ադրբեջանական լոբբիի ազդեցությանը։ Ադրբեջանում հատկապես մտահոգված են, քանի որ Արցախի անկախությունը ճանաչել են ամերիկյան արդեն 3 նահանգներ՝ Մասաչուսեթսը, Ռոդ Այլենդը եւ Մեյնը։ Նահանգային 3 որոշումներն էլ տեղի են ունեցել ընդամենը 1 տարվա ընթացքում։ Դավիթ Սարգսյան, Առնյուզ։ Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները սկսել են դուրս գալ Թուրքիայից եւ նախնական պայմանավորվածության համաձայն զինված խմբերը շարժվում են դեպի հյուսիսային Իրաք։ Քուրդ զինյալների երթուղուց դուրս են բերվել թուրքական զինված ուժերը, ապա մոնտաժվել են ռազմական հենակետերը։ Խմբերը դուրս են գալիս առանց զինաթափվելու, թուրքական հետախուզությունից եւ հնարավոր բախումներից խուսափելու համար PKK-ի զինյալները շարժվելու են միայն գիշերը։ Քրդերը հրապարակել են զինյալների դուրսբերումը փաստող առաջին լուսանկարները։ Աննախադեպ նորություն Իրանից հունիսի 14-ին սպասվող նախագահական ընտրությանը իր թեկնածությունն է գրանցել առաջին կին թեկնածուն Ռազիե Օմիդվարը։ Իրանի սահմանադրությունը կանանց չի արգելում առաջադրվել նախագահական ընտրություններին, բայց իսլամական հանրապետության նորմերն այնպիսի տպավորություն են ստեղծում, որ լուրը ինքնին անսովոր է։ Ջոն Քերին Մոսկվայում հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուս-ամերիկյան գերլարվածությունն արտահայտվել է նույնիսկ ընդունելության ընթացքում։ Պուտինը 3 ժամ սպասեցրել է Ամերիկայի պետքարտուղարին, իսկ հանդիպման ընթացքում, երբ Քերին խոսել է Սիրիայի մասին, Պուտինը անտարբեր լսել է ու խաղացել է գրիչով։ Նման վերաբերմունքը սպասելի էր հաշվի առնելով, որ Սիրիայի խնդրում հակասությունների սրումը բավականին լուրջ է, բայց խնդիր կա նաև այլ հարցերում։ Ինչու են ռուս-ամերիկյան հարաբերությունները նմանվել խորհրդաամերիկյանին ու ինչպես սա կարող է ազդել աշխարհի վրա։ Այս մասին ենք խոսելու։ Իմ զրուցակիցը քաղաքագետ Աղավնի Կարախանյանն է։ Բարև ձեզ, Տիկին Կարախանյան։ Բարև ձեզ։ Եսպես Ջոն Քերին Մոսկվայում է եւ շատ հետաքրքիր էսպեսի նաև կուրիոզներով լի այց է տեղի ունեցել, եւ սա շատ լավ առիթ է խոսելու աշխարհի երկու գերհզոր տերությունների միջև բավականին հետաքրքիր լարվածության մասին, հա։ Մենք տեսնում ենք նաև ցուցակների փոխանակում Մագնիցկին եւ հետո ворթեգրման խնդիրները, նաև Սիրիայի հարցում չեն կարողանում իրար հետ լեզու գտնել։ Սա ինչ է նշանակում։ Գլորվում են դեպի խորհրդային անցյալ, թե ինչ որ տեղ կկանգնեն եւ այսպես նորից կսկսեն ավելի ջերմ հարաբերություններ վերականգնելը։ Ну, ես հարցին այդքան էլ այդպես դրամատիկ ձևով չէի դիտարկի, քանի որ կարծում եմ հատկապես երկու գերտերությունների միջև միշտ էլ պետությունների միջև, որոնք ունեն շատ ստույգ կոնկրետ շահեր, ցանկացած աշխարհի կետում, կարծում եմ, որ այսպես նորմալ գործընթաց է, ուրեմն մրցակցության երկու պետությունների շահերը, ասենք ամեն մեկը իր խոսքը ասելով, փորձելով այդ շահերը ինչ որ իմի բերելու այն առումով, թե ինչքանով կարող են ամեն մեկը իր շահերը պաշտպանել։ Կարծում եմ Մագնիցկու գործը,
կամ որդեգրման հետ կապված այդ սկանդալային ուրեմն իրադարձությունները երկու պետությունների միջև ուղղակի, այսպես ասենք, ինչ որ դետալների կամ փոքր արտահայտման ձևեր էին, որի հետևում կա լուրջ քաղաքական շահերի պաշտպանման եւ քաղաքական շահերի ուրեմն համատեղեցնելու խնդիրը երկու պետությունների միջև։ Եվ այստեղ ես կուզենայի անպայման հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ռուսաստանը կարծես թե արդեն դուրս եկավ իր էնդերից, խեղճացած, կորցված ինչ որ հետ խորհրդային շրջանի պետության կարգավիճակից հիմա արդեն նա ավելի վստահ է եւ հավակնում է իր տեղը զբաղեցնի պետական եւ միջազգային ասպարեզում, այսինքն նա արդեն հավակնում է լինել այն մի ուրեմն գերտերություններից մեկը, այսինքն վերադարձնի իր դրա համար տպավորությունը հենց այնպես է։ Այո, եւ այստեղ կարծում եմ սա նորմալ գործընթաց է եւ այդ շահերի, այսպես ասենք, վերիֆիկացիայի ուրեմն հարցերով կապված եւ այստեղ ես առաջնահերթ կհամարեի նույնիսկ ոչ թե երկու պետությունների միջև ինչ որ ճշգրտումը, հարաբերություններ, կարծում եմ դա ինչ որ հատուկ ճշգրտման այնտեղ խնդիր չկա։ Այստեղ շատ ավելի կարևոր է օրինակ իմ համար Սիրիայի խնդիրը, որը արծարծվում է եւ որի շուրջ կարծես թե ինչ որ համաձայնություն են եկել, դա իհարկե շատ ֆորմալ բնույթ է կնում այն առումով, որ պարզապես ասենք համաձայնվել են անցկացնելու մի ժողով, մի կոնֆերանս այս Սիրիայի շուրջ։ Բայց մի բան դրանից դուրս կգա, որտեվ այնպեսի տպավորություն է, որ կարծիքները ուղղակի տրամագծորեն հակառակ են, այսպես մահի եւ կյանքի պայքար է գնում։ Գիտեք, Սիրիայի խնդիրը ուրեմն այնքանով է կարևոր երկպետությունների հարաբերությունների մեջ, ինչքանով որ կարևոր են նրանց շահերը այդ տարածաշրջանում, այսինքն Արևելքում եւ այստեղ կա Իրան, այստեղ կա նաեւ Իսրայել, այստեղ կա Թուրքիա։ Եվ եթե մենք այս ուրեմն բոլոր այս դերակատարողներին շարում ենք այստեղ այս տարածաշրջանում եւ հետո այդ բերում ենք նույն կետին ասենք երկու պետությունների գերտերությունների ես կասեի շահերը այն է ուրեմն Միացյալ Նահանգներ եւ Ռուսաստան եւ այստեղ տեսնում ենք որ սա երևի թե կարեւորագույն խնդիրն էր այս այցի եւ հետագա այս սպասվող ուրեմն Պուտինի պատասխան նամակին Օբամային եւ հետագա ասենք հանդիպմանը, որը ակնկալվում է հունիսին ուրեմն Իռլանդիայում մեծուտնյակի շրջանակների ուրեմն շրջանակներում եւ հետագայում նաեւ մեծ 20-յակի, ասենք, դա արդեն սեպտեմբերի։ Հարգելի հեռուստադիտողներ, ես առաջարկում եմ մեր զրույցը ընդհատել կարճ տեսանյութով։ Տեսնենք, թե ինչպես է անցել Քերիի մոսկովյան այցը ու ինչ են քննարկել Ամերիկան եւ Ռուսաստանը, որից հետո կշարունակենք։ Երկորյա պաշտոնական այցով Ռուսաստան էր ժամանել ԱՄՆ արտաքին գերատեսչությունների ղեկավար Ջոն Քերին։ Նա հանդիպումներ է ունեցել նախագահ Վլադիմիր Պուտինի եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Կողմերի քննարկած բազմաթիվ հարցերի մեջ միջազգային հանրության ու արևմտյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Սիրիայի իրադրության խնդիրն էր։ Քաղաքացիական պատերազմն այդ երկրում սպառնում է մտնել նոր ու վտանգավոր փուլ։ Հաստատվում են ռազմական գործողությունների ժամանակ քիմիական զենքի օգտագործման մասին տեղեկությունները, իսրայելական օդուժը ռմբակոծում է սիրիական կառավարական ուժերի դիրքերը։ Մոսկվան ու Վաշինգտոնը ընդունել են, որ պետք է հապաղ միջոցներ ձեռնարկել սիրիական ճգնաժամը լուծելու հարցում։ Կողմերը որոշել են մայիսի վերջին Ժնևում անցկացնել Սիրիայի իրադրության վերաբերյալ համաժողով, որին պետք է մասնակցեն այդ երկրի կառավարության եւ ընդդիմության ներկայացուցիչները։ ԱՄՆ պետքարտուղարը հույս է հայտնել, որ հանդիպման ընթացքում կձևավորվի Սիրիայի անցումային կառավարությունը։ Սիրիայի հարցում Վաշինգտոնի ու Մոսկվայի դիրքորոշումները տարբեր են։ Մենք դարձյալ համոզված ենք, որ նախագահ Բաշար Ալ-Ասադը պետք է հեռանա նախագահի պաշտոնից։ Սակայն ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը խնդրի վերաբերյալ ունեն նաեւ ընդհանուր շահեր, դա տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումն է եւ տարածվող ծայրահեղականության դեմ պայքարը։
Մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ կողմերը շոշափել են նաև Սիրիայում քիմիական զենքի օգտագործման հարցը։ Մենք պայմանավորվել ենք համապատասխան ծառայությունների միջոցով սերտ համագործակցել, բացահայտելու քիմիական զենքի գործածումը Սիրիայում։ Քանի դեռ փաստերը չեն հաստատվել, չպետք է թույլ տալ, որ այն սադրանքների պատճառ դառնա։ Մոսկովյան հանդիպումների ժամանակ ամերիկացի դիվանագետը չի շոշափել Մագնիտսկու օրենքի, այսպես կոչվող ցուցակների պայքարի, հակահրթիռային համակարգերի, ինչպես նաև Վաշինգտոնի կողմից քննադատության ենթարկված ռուսական օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ թեմաները։ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը հաղորդել է, որ նախագահ Բարակ Օբաման անհամբեր սպասում է իր ռուս գործընկերոջ հետ հանդիպմանը Իռլանդիայում, որտեղ հունիսին անցկացվելու է մեծ ուտյակի գագաթնաժողովը։ Ենթադրվում է, որ սիրիական խնդիրը կքննարկվի նախագահների հանդիպման ժամանակ։ Սիրիայի հարցով շատ են հակասությունները։ Հնարավոր է, որ այստեղ նրանք երկու երկրներն էլ ունեն ինչ-որ մի ընդհանուր մարտահրավերի կարիք, որ կմիավորվեն դրա շուրջ եւ նա այսպես կդառնա ավելի երկրորդական։ Հնարավոր է, որ նման դեր կատարի Իրանը, եթե այդպես է օրինակ։ Գիտեք, այստեղ կարող են այդպիսի դերակատարությունները, ասենք, ստանձնեն նույն Իրանը կամ նույն Իսրայելը, որը արդեն ինչ-որ գործողություններ է իրականացնել Սիրիայի նկատմամբ, սակայն իմ կարծիքով այստեղ կարևոր է նաև հետագա զարգացումների, այսպես ասենք, սցենարները, որոնք մենք կարող ենք ակնկալել եւ ինչ վտանգներ կան այստեղ այդ առումով։ Խոսքս նրա մասին է, որ ես ճիշտն ասած մտահոգված եմ այն զարգացումներով Միացյալ Նահանգներում, որտեղ ուրեմն շատ լուրջ քաղաքական պայքար է գնում նույն կոնգրեսում, ասենք, Սիրիային ավելի բացահայտ այդպես մեծ քանակով զինամթեր, լոբիների կռիվ է նաև գնում։ Բացի դրանից նաև այստեղ կա մի հանգամանք, որ տեսնում եմ մի զարգացումներ, նշաններ դեպի այսպես կոչված Իրաքի սինդրոմ։ Այս արծարծումները, թե Սիրիայում օգտագործվել է քիմիական զենք, այսինքն այս պատրվակով Միացյալ Նահանգները փորձում են գտնել այն ուրեմն իրենց միջոցը, պատճառը, ես չգիտեմ դա ինչպես անվանել, ավելի այսպես ակտիվ, եթե մինչ այս իր գործնեությունը Սիրիայում ոչ ակտիվ էր, իհարկե կարելի է հիմա ավելի ակտիվ, սակայն այս զարգացումները կարող են բերել իհարկե շատ լուրջ ուրեմն խորացման այդ քաղաքական պատերազմի եւ դրա արդեն շրջանակները իհարկե կընդլայնվեն, եւ դա արդեն Իրանն է, դա Չինաստանի խնդիրը, Չինաստանի խնդիրը, ամբողջ տարածաշրջանը եւ ամբողջ արաբական աշխարհն է այստեղ եւ այստեղ նաեւ մենք ենք շատ փոքր, աշխարհը փոքրացել է, բայց այսպես թե այնպես դա ինչ որ ձև կարող է նաեւ մեր վրա անդրադառնա։ Այս զարգացումները կարծում եմ հիմա Ռուսաստանի դերակատարումը ինչքան որ նա կարողացել է դիմադրել այս բացահայտ շատ բաց ներխուժմանը Միացյալ Նահանգներին տարածաշրջան, այսինքն Սիրիայի խնդրում, հիմա ավելի քան ավելացել է այդ պատասխանատվությունը, թե ինչքանով ուրեմն Ռուսաստանը կունենա իր մեջ այդ քաղաքական պոտենցիալը, հնարավորությունները, ինչ որ ձև դիմադրել նորից, որ այդ զարգացումները կանխելու համար, չնայած կարծիք կա նաև, որ Ռուսաստանը այս հանդիպման ոչ թե արդյունքում, այլ այս ժամանակահատվածում փոքր ինչ հետ է կանգնե, այսինքն Ասադի, Բաշար Ասադին ինչ որ ավելի այսպես բացահայտ աջակցելու եւ պաշտպանելու։ Իհարկե նրանք հիմնավորում են դա, որ դա անձի խնդիր չի եւ կարծում եմ ճիշտ հիմնավորում է, դա պաշտպանում է, նրանք պաշտպան են կանգնում ոչ թե մի անձի կոնկրետ, ասենք,
Սիրիայի ներկայիս ղեկավարի, այլ իհարկե դա ավելի շատ կարևոր խնդիր է այս զարգացումները չխստացնել, ավելի չհանձնել բացարձակ պատերազմի տարածաշրջանում, ինչը իհարկե հղի է ներկա զարգացումները, հղի են այսպիսի զարգացումներ, դա իհարկե ցանկացած ձևով պետք է կանխվի եւ այստեղ իհարկե այս հանդիպումները եւ այս քննարկումները իհարկե շատ կարեւոր են եւ սպասելիք ասենք հանդիպումը, այդ կոնֆերանսը, որը որ փորձում են Ռուսաստանը համատեղ ամսի վերջին, կարծում եմ, տեսեք, շատ քիչ ժամանակ է մնում նման լուրջ կոնֆերանս կազմակերպելու համար։ Կամ արդեն որոշել են ինչ են անելու կամ արդեն որոշված է, թե ինչ պետք է սեղանին դրվի, քննարկվի, կամ ուղղակի դա շատ ֆորմալ բնույթ է կրում, թե ինչ կարելի է այսքան կարճ ժամանակահատվածում, ուրեմն ինչ որ շատ լուրջ խնդիրներ դնել սեղանին քննարկման եւ ինչ որ արդյունքի հասնել։ Ամեն դեպքում ինքը երևույթը շատ կարեւոր է, որ հիմնական դերակատարները տարածաշրջանում, որը կունեն կոնկրետ իր աշխարհաքաղաքական շահերը եւ հետաքրքրությունները, նրանք ամեն դեպքում հանդիպում են եւ փորձում են ինչ որ եզրել, ինչ որ ասեմ երևի կոմպրոմիսային միգուցե որոշումներ գտնել այս խնդրի լուծման շուրջ։ Հակառակ դեպքում շատ լուրջ զարգացումներ կարող են տեղի ունենալ եւ կարծում եմ, որ մի փոքր Միացյալ Նահանգների մարտավարություններն են նաեւ փոխվել։ Կարծում եմ, որ նախնական իրենց մտադրությունների եւ խնդիրների հետ կապված, ասենք, նրանք արդեն մի քիչ հետ են կանգնում, կարծես թե երևի թե այսպես շատ ոգևորված նույն Լիբիայի եւ Լիբիայում ինչ արեցին, վերջում իրենց դեսպանին սպանեցին եւ Ռուսաստանը միշտ այդ օրինակն է բերում։ Այսինքն այդ հեղափոխությունը, արաբական հեղափոխությունը առաջ տանելու գործում նրանք բավականին հաջողվեցին իրենց քայլերում, բայց նույնը կարծում եմ իրենք սպասում էին շատ այդպես կարճ եւ արագ ինչ որ հաղթանակ Սիրիայում, սակայն այստեղ կարծում եմ իրենք այսպես ռուսերեն ասած պրոմախ տվեցին, մի փոքր իրենց միգուցե մարտավարության եւ ստրատեգիկ ինչ որ նրանք վերանայման խնդիրներ ունեն եւ արդեն հաշվի նստում նաեւ Ռուսաստանի հետ եւ անպայման եւ այստեղ Ռուսաստանի դերակատարումը իհարկե շատ կարելի է ասել մեծ է, միգուցե այս պարագայում ավելի մեծ է, քան նույն Ամերիկայինը։ Եթե Ամերիկան կարող է, ասենք, այստեղ աշխատացնի իր զենքի, գումարի, ես չգիտեմ, ֆինանսական աջակցության գործոնները, ապա Ռուսաստանի, ասենք, այդպես աշխատանքային այդ գործիքները ավելի քաղաքական, ավելի աշխարհաքաղաքական եւ ավելի միգուցե այսպես հումանիտար դաշտում են նստած եւ նրանց սպասելիքները կարող են ավելի շատ լինել։ Դուք նշեցիք, որ հենց մարտավարության առումով այնտեղ փոփոխություն է տեղի ունենում։ Հիշում եք անցած տարի Մեդվեդև-Օբամա հայտնի այն զրույցը, որ խոսափողները չէին անջատել եւ նրանք խոսային, որ ասել էր Օբաման, ես որ վերընտրվեմ, լավ կլինի, ամեն ինչ կանենք, հա, եւ Մեդվեդևն ասել էր, որ ես կփոխանցեմ դա Վլադիմիրին, հիշում եք։ Եվ հիմա փաստացի մենք կարող ենք ասել, որ նաեւ տեսնում ենք նաեւ դրա կիրառումը, հա, որ Օբաման արդեն վստահ է, չունի մոտակայքում ինչ որ ընտրական նախընտրական փուլ եւ կարող է եւ գնալ զիջումների Սիրիայի հարցում ու վերջիվերջո կգան մի ընդհանուր հայտարարի։ Ես ճիշտն ասած, գիտեք, այս զարգացումները հետևելով եւ մեկնաբանելով ինչ որտեղ կարծում եմ, որ կարող է այդպիսի ամեն դեպքում այս նույն հանդիպումը ես մի փոքր տեսնում եմ հետնահանջ
Միացյալ Նահանգների կողմից։ Իհարկե Օբաման շատ լուրջ բան ունի, հակաուժ ունի կոնգրեսի, այսինքն պարագայում, որը որ շատ խիստ ձևով պահանջում է անպայման հատկացնել նոր զինամթերք եւ այլն, այսինքն աջակցել ռազմական դաշտում Սիրիային եւ իհարկե այնտեղ այսպիսի դատարկ ասեմ խոսակցություններ են գնում, իհարկե եթե մենք կարող ենք ապահովել, որ այս զինամթերքը կգնա ճիշտ մարդկանց ձեռքը կգնի, ինչպես է այդպիսի կրիտերիաներ կարծում եմ աշխարհում բաժանելու ով է լավ ահաբեկիչ, ով է վատ ահաբեկիչ, այսինքն ինչպես պետք է այնտեղ տարբերվի, թե որն է ահաբեկիչ, իսկ ով է ուղակի օպոզիցիոն ապստամբ, չգիտես, եւ ինչով են պայմանավորված այդ ձևաչափները, որն է ապստամբը, իսկ կարող է այն մարդիկ, որոնք որ ասենք նույն Ամերիկայի տեսանկյունից ամստամբներ են, հենց սիրիացիների կամ իշխանավորի տեսանկյունից դա ապստամբ չեն, դրանք ահաբեկիչներ են, եւ այստեղ իհարկե շատ այսպես ուղղակի բառա այսպես խաղ է գնում, որը որ իհարկե իրականում ունի կա այլ պատկեր, այլ ուրեմն իրավիճակ եւ կարծում եմ, որ ամեն դեպքում այստեղ լուրջ նոր քայլերի միգուցե որոշումներ կայացնելու համար Օբամային պետք էր այս երկու նաեւ օգնականի քարտուղարի այցներ նորից Ռուսաստան, այս ուրեմն բոլոր հանդիպումները, այս զարգացումները ուրեմն տեղավորվում են այդ իմ կարծիքով տրամաբանության մեջ, որ կարծում եմ, որ ինչ որ կան զիջումների պետք է գնա նույն նահանգները եւ նույնը Ռուսաստանը, այսինքն Ռուսաստանի զիջումը կարծես թե պարզ է, որովհետև այսօր խոսվում է նրա մասին, որ Ռուսաստանը այդքան ակնհայտ չի պաշտպանում եւ ասել է, որ մենք պաշտպանում ենք ոչ թե այլ անձին, այլ ես շատ գիտեմ, ավելի շատ այսինքն ինչ որ բաներ նրանցից են իմաստացում։ Իհարկե, այսինքն ինչ որ փող զիջման մի փոքր այդտեղ ինչ որ տեսնենք ինչպես իրեր հետ, հա, ինչպես կզարգանան այս իրադարձությունները։ Բարի, շնորհակալություն շատ հետաքրքրության համար, տեսնենք ուր է գնում աշխարհը։ Շնորհակալ եմ։ Արմյուզի Հայաստան եւ աշխարհ նախագծի այսօրվա թողարկումն այսքանն էր։ Ցտեսություն։